Գործ էի գալիս Երևան։ Վնասվածքներով Երևան տեղափոխված տիկինը Երևան Երասխ ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարի տուժածներից է։ Ամենաշատ վնասվածքները հենց նա է ստացել։ Ավտոբուսը բախվելով բետոնե արգելապատնեշներին կողաշրջվել է հենց նրա ուղղությամբ։ Ուղղակի սովորական շրջանցման հատվածներ ու զգացի, որ հպվել եմ ու ուշագնաց եմ եղել։ Ես այս այրան հոտից ձեներ եմ լսել, ուզում էի շնչեի, շունչս կտրվում էր, զգացի, որ շուռ ենք եկել արդեն։ Էրեբունի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բոլոր հետազոտությունները կատարելուց հետո մասնագետները տիկնոջ վիճակը գնահատում են կայուն։ Պացիենտը տեղափոխվել է ըստ մեր ունեցած տվյալների առավոտյան 9:30 Արտաշատի բժշկական կենտրոնից։ Գանգատները հետևյալն են՝ գլխապտույտ, գլխացավ, հետազոտության արդյունքներով ունենք ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, քթամեջքի քերծվածքներ եւ կծկավանդակում ուղղակի շատ փոքր թեր օդակրության զոնա, որը որպես պաթոլոգիա ես դիտարկել ճիշտ չի լինի։ Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 4 ուղևորներն անմիջապես տեղափոխվել են Արտաշատի բուժկենտրոն։ Անհրաժեշտ առաջին օգնությունը ստանալուց հետո նրանցից 2-ը դուրս են գրվել։ Տուժածներից 2-ին էլ գանգուղեղային վնասվածքների կասկածանքով Արտաշատի հիվանդանոցից տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Էրեբունի բժշկական կենտրոն դիմել են 3 պացիենտ, 2-ը տեղափոխվել են շտապ օգնությամբ Արտաշատի բժշկական կենտրոնից, մեկը բերվել է անմիջապես դեպքի վայրից բուժկենտրոն։ 3 պացիենտների մոտ էլ կան թեթև եւ միջին ծանրության վնասվածքներ։ Բուժկենտրոն դիմաց 3 հիվանդներից 2-ը ստանալով բժշկական անհրաժեշտ խորհրդատվություն դուրս են գրվել։ Մասնագետները վստահեցնում են, որ վթարի հետևանքով տուժածների մոտ առողջական որևէ լուրջ խնդիր չկա։ Մարիաննա Դանիելյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։